Քառորդ դար կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման համար Հայաստանի ֆոնդային բորսան նշում է հիմնադրման 25-ամյակը, ամփոփելով անցած տարիների կարևոր ձեռքբերումները և ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։ Ֆինանսական ոլորտի նշանակալի իրադարձությունը համախմբել է միջազգային և տարածաշրջանային ֆոնդային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարյանների ղեկավարների, ներդրումային և ֆինանսական կազմակերպությունների, փորձագետների և այլ պաշտոնյաների ավելի քան 16 երկրից։ IMX-ի 25-ամյակը լավ առիթ է։ Շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ով տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել հայկական կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման գործում։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին բորսան շարունակելու իր կարևոր առաքելությունը, դառնալով ավելի մրցունակ, տեխնոլոգիական և տարածաշրջանային դերակատարում ունեցող ֆինանսական հարթակ։ Գործունեության 25 տարվա ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան ձևավորվել է որպես ֆինանսական առանցքային ենթակառուցվածք, կապելով թողարկողներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին։ Անցնելով կայացման և զարգացման կարևոր ճանապարհ, այսօր կառույցը տրամադրում է վստահելի և գրավիչ հարթակ ներդրումների և համագործակցությունների համար։ 25 տարվա ընթացքին չնայած դժվար ծանր ճանապարհ է եղել, բայց հաղթահարելով դժվարությունները հասել ենք մի մեծ կետի, որից հետո կարծում եմ պետք է ել ավելի արագ տեմպերով ինտեգրվենք միջազգային կապիտալի շուկաներին եւ դեպի Հայաստան փողը ներհոսի, սահուն, հեշտ եւ փողի ներգրավումը դառնա էժան։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց կապիտալի շուկաների զարգացման, ֆինանսական կայունության և ներդրումային միջավայրի բարելավման կարևորությունը։ Անցկացվեցին թեմատիկ պանելային քննարկումներ, որոնք անդրադարձան ոլորտի զարգացման հիմնական միտումներին, մարտահրավերներին և ապագայի հնարավորություններին։ Վերջին 25 տարում, ըստ մասնագետների, բորսան անցել է խորքային վերափոխումների ճանապարհ, զարգացնելով շուկայի ենթակառուցվածքները, բարձրացնելով թափանցիկությունը և կառավարման ստանդարտները, ընդլայնելով ներդրումային հասանելիությունը և ամրապնդելով միջազգային համագործակցությունը։ Մեր ռազմավարության կարևոր դիրքորոշումներից մեկն այն է, որ հայ ներդրողներն անխափան կերպով կարողանան մասը կազմել մեր թաբադել հարթակի և միաժամանակ հակառակը լինի, արտաքին և օտարերկրացի ներդրողները կարողանան ներդրումներ իրականացնել հայկական շուկայում։ Սա կարող է դառնալ հայ և օտարերկրացի ներդրողների միջև անկախտելի համագործակցության հիմք, և ես վստահ եմ, երկար տարիների աշխատանք ունենք իրականացնելու։ Հայաստանը գտնվում է շատ կարևոր աշխարհաքաղաքական դիրքում, կապելով Եվրոպան նաև Ասիան։ Այս ոգին և հավատամքը, որ մենք ունենք համագործակցության զարգացման մասով, հիմք է նաև հուսալու, որ կայուն զարգացումը, որն արձանագրել է Հայաստանի տնտեսությունը վերջին տարիների ընթացքում, կունենա անխափան ընթացք։ Լիահույս եմ, որ գալիք տարի մենք կարողանանք նշել հաջորդ տարեդարձն առավել բարձր սանդղակներով, նիշերով և մեծ ձեռքբերումներով։ Միջոցառման շրջանակում Հայաստանի և Ղազախստանի ֆոնդային բորսաների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Միաժամանակ, կարևորելով ոլորտային համագործակցության զարգացումը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարյան ստորագրեց կարևոր ռազմավարական համագործակցության պայմանագրեր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ղազախստանի ITS-ի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև։ Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջոցառումը և ձևավորված քննարկումներն ու համաձայնությունները ևս մեկ անգամ ընդգծեցին ոլորտի շարունակական արդիականացման և նորարարական լուծումների ներդրման պատրաստակամությունը կապիտալի շուկայում։